Հայաստանի արտաքին գործոստնախարար Արարատ Միրզոյան մասնակցած է Եվրոպական միության կողմեն կազմակերպված միջտարածաշրջանային անվտանգություն եւ փոխկապակցվածություն թեմայով նախարարական հանդիպման եւ հանդես եկած ելույթով նախարարը հիշեցուցած է, որ 2025 թվականի 8 օգոստոսին Վաշինգտոնի մեջ տեղի ունեցավ պատմական իրադարձություն Հայաստանի, Ադրբեջանի եւ Միացյալ Նահանգներու ղեկավարները ստորագրեցին լայնորեն հայտնի դարձած համատեղ հռչակագիրը, իսկ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության եւ միջպետական հարաբերություններու հաստատման մասին համաձայնագիրը նախաստորագրվեցավ Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործոստնախարարներուն կողմեն։ Արարատ Միրզոյանին խոսքով խաղաղությունը հաստատված է եւ երեք երկիրներու առաջնորդները արտահայտած են այն ամրապնդելու ամուր հանձնառություն։ Այս քայլը ըստ անոր կստեղծե ամուր հիմքը փակելու ճշնամության էջը եւ բանալու փոխադարձ հարկանքի ինքնիշխանության, տարածքային ամբողջականության եւ սահմաններու անձեռնմխելիության վրա հիմնված բարի թրացիական հարաբերություններու նոր տարաշրջան ՄԱԳ-ի կանոնադրության եւ 1991 թվականի Ալմատայի հռչակագիրի թրույթներու հիման վրա։ Հետագա ճանապարհը գործընթաց է, որը կպահանջի համբերություն, հոգատարություն, կորձնական հարցերու հասցեակրություն եւ փոխադարձ վստահության ամրապնդում։ Հայաստանը բարեխիղճորեն ներգրավված է հակադրությունը կառուցողական ներգրավվածության եւ համագործակցության վերածելու գործի մեջ, ըսավ նախարարը։ Արարատ Միրզոյանն նաեւ հիշատակեց Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի խոսքը, ընդգծելով ինչպես ձևակերպեց ան Եվրամիություն կենտրոնական ասիական գտնաժողովի մեջ Հայաստանի սահմաններու բացում Ադրբեջանի եւ Թուրքիո հետ պիտի լա խաղի կանոնները փոխող իրադարձությունը, ըսավ նախարար Միրզոյան։ Արտաքին գործոստնախարար Արարատ Միրզոյան Լյուքսեմբուրգի մեջ հանդիպում ունեցավ Հունաստանի արտաքին գործոստնախարար Յորգոս Գերապետրիտիսի հետ։ Հանդիպման ընթացքին նախարարները քննարկած են Հայաստան-Եվրամիություն գործընկերության խորացման հարցեր, ներառյալ արգամիջոցներով Հայաստանի թիմագայունության ամրապնդման ուղղված նախաձեռնությունները։ Միրզոյան եւ Գերապետրիտիս անդրադարձ կատարած են տարածաշրջանային զարգացումներուն Հայաստանի մեջ Թրամփի ուղին կյանքի գոչելու մասին։ Հարավային Կովկասը գրնակարևոր թեր խաղալ Եվրոպան կենտրոնական Ասիո գաբելու գործին մեջ, այս մասին Լյուքսեմբուրգի մեջ նախարարական հանդիպման մեկնարկին լրագրողներուն հետ զրույցին մեջ նշեց Հայաստանի արտաքին գործոստնախարար Արարատ Միրզոյան։ Հայաստանի ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյան ելույթ ունեցավ միջխորհրդարանական միության 151-րդ վեհաժողովի ընդհանուր քննարկումներում։ Ալեն Սիմոնյան նշեց, որ Հայաստանը լավ գիտե մարդասիրական ճգնաժամերու հետևանքները, հիշեցնելով 1988 թվականի Սպիտակի երկրաշարժի ծանր փորձությունը։ Ան անդրադարձավ նաև 2023 թվականի իրադարձություններուն, ընդգծելով, որ ընդամենը քանի օրվան ընթացքին ավելի քան 100,000 հայ ստիպված եղավ լքել Լեռնային Ղարաբաղը եւ ապաստան գտնել Հայաստանի մեջ։ 3 միլիոն բնակչություն ունեցող երկրի համար սա կարողություններու եւ թիմագայունության լրջակույն փորձություն էր, ըստ ազգային ժողովի նախագահը։ Խոսելով մարդասիրական խնդիրներու մասին, Ալեն Սիմոնյան ընդգծեց Ադրբեջանի մեջ բահվող քերիներու հարցը։ Ադրբեջանի մեջ բահվող անձերու հարցը կշարունակի մնալ լուրջ մարդասիրական խնդիր, որը պետք է շուտապույտ լուծում գտնի։ Մենք կցկտենք, որ քերի դարված անձերը արագ ազատ արձակվին եւ վերամիավորվին իրենց ընտանիքներուն։ Մեկ այլ կարևոր մարդասիրական առաջնահերթություն է բազմաթիվ անհետ կորած անձերու ճակատագրի բարձրապանումը, նշեց Ալեն Սիմոնյան։ Մանվել Գրիգորյանի ժառանգներեն եւ անոր փոխկապակցված անձերեն հոգուտ Հայաստանի Հանրապետության պիտի բռնականցվի ավելի քան 1.2 միլիարդ դրամի քույք եւ դրամական միջոցներ գահիտնեն գլխավոր թադախազութենեն, նշելով, որ թադախազության հարցը բահանջ կմասնագի բավարարված է։ Գլխավոր թադախազության կողմեն 2022 թվականի հունիս 28-ին դատարան ներկայացված էր Աբորինի ցակում ունեցող քույքի բռնականցման վերաբերյալ հայցածիմում, ընդդեմ ազգային ժողովի նախկին պատգամավոր Սամվել Գրիգորյանի ժառանգներուն եւ անոր փոխկապակցված Կաշարագերության թեմ դատարանը 2025 թվականի 10 հոկտեմբերի վճիրով մասնագի բավարարած է գլխավոր թադախազության հայցը, նշված է թադախազության տարածած հաղորդագրության մեջ։ Վրաստանի մեջ օրենքի քերագայության եւ մարդու իրավունքներու հետ կապված իրավիճակը կշարունակի վատթարանալ, հայտարարած է Եվրամիության թիվանակիրության ղեկավար Լյուքսեմբուրգի մեջ արտաքին գործոստնախարարներու խորհրդի նիստեն հետո գայացածման լուասուլիսին։ Կայա Կալասի խոսքով եվրոպացի տեսփաններուն թեմ անձնական հարցակումները անընդունելի են։ Պաշտոնյան նշած է, որ Եվրոպական հանձնաժողովը դարվան վերջը պիտի ներկայացնի զեկույցը վիզաները գասեցնելու միջոցներու վերաբերյալ։ Վիզային նոր կանոնագարքերը ուժի մեջ պիտի մտնեն նոյեմբերին, որոնք թույլ պիտի տան չեղարկել վիզային թրությունը որոշակի խումբերու համար, ըսած է Կալաս։
Եվրամիության արտաքին քաղաքականության ղեկավարը Ռուսաստանի նախագահի այցելությունը Հունգարիա բաց շատ չի համարել հաշվի առնելով, որ միջազգային քրեական դատարանը Վլադիմիր Պուտինի ձերբակալման հրամանված է։ Հարցը այն է, թե արդյոք սա ինչ-որ արդյունք պիտի դա թե ոչ, ըստ է Կայա Կալաս Լյուքսեմբուրգի մեջ Եվրամիության երկիրներու արտաքին գործոստնախարարներուն հանդիպման։ Կալաս ողջունած է խաղաղության հասնելու Ամերիկայի նախագահին չանքերը, ավելցնելով, որ չեն նկատեր, թե Ռուսաստանը խաղաղություն կփափակի։ Մեծ Բրիտանիան չի հրաժարիր Ուկրաինա զորքեր ուղարկելու խաղապարեն մարտական գործողություններու թատրեցումեն հետո։ Զորագազմի տեղակայման արժեքը կգնահատվի ավելի քան 100 միլիոն ֆունտ կամ 135 միլիոն դոլար։ Այս մասին լրագրողներուն հետ զրույցին հայտնած է Միացյալ Թագավորության պաշտպանության նախարար Ջոն Հիլին։ Խաղաղությունը կարելի է, եթե Ամերիկայի նախագահ Դոնալդ Թրամփ կարողանա հասնել խաղաղության, ապա մենք պատրաստ պիտի լանք օգնել երաշխավորելու այդ խաղաղությունը երկարատև ժամկետով։ Այդ մեզ մեկ բանջե ներդրումներ եւ մեր զորքերու նախապատրաստում դեղագայման համար։ Ամերիկայի Միացյալ Նահանգներու նախագահ Դոնալդ Թրամփ 2026 թվականի դարի սկիզբին պիտի այցելե Չինաստան։ Այցելության մասին Թրամփ հայտնած է Սպիտակ տան մեջ լրագրողներուն հետ զրույցին։ Զիս հրավիրած են Չինաստան եւ ես այնտեղ պիտի երթամ հաջորդ տարվան սկիզբը, մենք արդեն գրեթե պայմանավորված ենք այդ մասին, նշած է Ամերիկայի նախագահը։ 10 հոկտեմբերին Դոնալդ Թրամփ հայտարարած է, որ Միացյալ Նահանգները նոյեմբեր 1-ին կամ ավելի գանուխ լրացուցիչ 100% մաքսադուրքեր պիտի սահմանե Չինաստանեն ներածվող ապրանքներու նկատմամբ։ Ճապոնի խորհրդարանը հաստատեց լիբերալ դեմոկրատական կուսակցության ղեկավար Սանայե Թաքիթիի տեխնատությունը երկրի վարչապետի պաշտոնին։ Թաքիթին Ճապոնի պատմության մեջ առաջին կին վարչապետն է։ Եկեք միասին առաջ տանենք Ճապոնը հայտարարած էր նորարարություններու կուսակցության համանախագահ Յոշիմուրան։ Կուսակցությունը այդ հնարավորությունը տվավ ապահովելով խորհրդարանական անհրաժեշտ քվեներ։ Ձեզի հետ է Անի Զեյթունցյանը։